Մեծ մեկն է կոմունալ վարչապետը, ուրեմն թեման հետևյալն է։ Հայերի եվրոպական ազգերի զարգացման գործընթացում ձևավորման գործընթացում, այո։ Եվրոպական ազգերի հայկական ծագման մասին։ Եվ խնդրեմ ֆորմատը հիմա որոշենք հարցերի եւ պատասխանների եւ ինքնիդ ներկայացնենք հարցեր մնան վերջին գործի դրամաբանությունը չփոխվի։ Մեծ ուրախություն, շատ լավ, նախ համար ուրեմն ծանոթ չէ այս լսարանը, առաջին անգամ եմ ես այստեղ, բայց հաճելի է որևէ հանդիպում, ում իմ մասնավորի առկա են երիտասարդները, եւ ես կուզենամ անպայման իմ խոսքս հատկապես երիտասարդներին ուղղել, որովհետեւ ցավոք միշտ չէ, որ մենք որպես հայ պատկերացում ունենք, թե ով ենք մենք։ Եթե նկատի առնենք, որ վերջին ժամանակաշրջանում ամեն ինչ արվում է այլասերելու համար հայ տեսակի կերպարը, վարոյական կերպարը եւ հոգեվոր կերպարը։ Եվ այդ բոլորը սկիզբ գալիս է նրանից, որ մեզանից շատերը չգիտեն, թե ով են իրենք։ Երբ որ չգիտես ով ես դու, սկսում ես կոնֆլիկտ ունենալ ինքդ քո էության հետ։ Եվ մեր դժբախտությունն նրանում է, որ մենք շատ անգամ օգտագործում ենք դարձվածքներ, պարզապես մեր շրթերից դրանք արտաբերելու, բայց ոչ երբեք այս դարձվածքը դարձնելու մեր կյանքի գոյընթացի անկարգելիությունը։ Հին Հռոմում մարդիկ միշտ իրենց տաճարների ճակատին գրում էին Սոկրատի երկու խոսքերը՝ «Ծաղիրս քեզ, ճանաչիր քեզ»։ Որովհետև երբ որ չես ճանաչում ինքդ քեզ էությունդ, դառնում ես անկերպար էակ, այսինքն անմիջություն։ Եվ այսօր կարծեմ դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք հայտնվել ենք այդ երևույթի առաջ, որովհետև այնինչ, որ ես հաճախ լսում եմ, 26 տարի պաշտոնավարել եմ Ֆրանսա եւ Գերմանիա եւ Ֆրանսա եւ 3 տարի վերադարձել եմ Հայաստան, ամենտեղ նույն պատկերն է, հայերի մոտ ձևավորվել է մի մտածելակերպ, որ հայը դա սարսափելի արարած է, որ հայը դավաճան է, հայերը երբեք իրար չեն օգնում, հայերը երբեք իրար չեն աջակցում, իրար նախանձում են եւ այլն աշխարհի ինչքան բացասական բնութագրումներ կան, ինքներս մեզ վերագրում են եւ որտեղից է այս ամենը գալիս ինձ համար անտեղյակ է, բայց այս ամենը գալիս է մեկ բանից, որովհետեւ մենք չգիտենք իրականի մեջ ով է հայը։ Մենք չգիտենք այն մասին, թե եվրոպական ժողովուրդներին հիացմունքով են խոսել հայերի մասին։ Մենք չգիտենք այն մասին, թե ինչ կարևոր եվրոպական արժեքներ են պատկանում հայ ժողովրդին։ Այսօր երբ որ խոսում ենք գոթիկ ոճի մասին, դա զուտ հայկական ոճ է, որ հայերն են տարել Եվրոպա։ Երբ որ խոսում ենք բազիլիկ ոճի մասին, զուտ հայկական ոճ է, որ հայերն են տարել Եվրոպա։ Երբ որ մենք խոսում ենք այսօր եվրոպական արժեքների կրողները լինելու մասին, առաջին հերթին պիտի իմանան, որ այդ եվրոպական արժեքները ձևավորողները եղել են հայերը։ Ես ինձ հետ բերել եմ բավականին գրականություն, որտեղ նշված է հայերի տարաբնույթ ժողովուրդների ձևավորման գործում ունեցած դերի մասին։ Նախ երբ խոսում են այսօր հայ ժողովրդի պատմության մասին, ամեն ինչ արվում է կա սարսափելի տենդենց աղավաղել իրականությունը, երբեք ճշմարտությունը չասել։ Որպեսզի դա ավելի հստակեցնեմ, պարզ մի օրինակ բերեմ, 2007 թվականին Ֆրանսան հայտարարեց ուրեմն Հայաստանի տարի մշակութային ուրեմն եւ այն գործերը պատմությունը պիտի ներկայացվեր եւ այլն։ Եվ Արլ քաղաք էին բերել Հայաստանից գտածոներ բավականին, որը ամփոփված է այս գրքի մեջ, այստեղ։ Ուրեմն ինչ որ նախաքրիստոնեական էր, այս La Monde de la Bible ամսաթերթի հեղինակը, որը շատ ճանաչված անձնավորություն է, Ժան-Լյուկ Պիտի անունով, մի խայտարակ հոդված էր գրել, այն իմաստով, որ այս հոդվածն է, վերնագիրը սկսում էր Աղմենի, avant l'Arménie, Հայաստանը
Հայաստանից առաջ։ Սա նշանակում է, որ ինչ որ դուք այստեղ տեսնում եք, սա հայերի հետ որևէ առնչություն չունի։ Հայերից առաջ ինչ որ անորոշ ժողովուրդ է ապրել այնտեղ, եւ նրանք են արարել այդ ամենը։ Եվ որպեսզի աբսուրդը հասներ իր գագաթնակետին, մարդը ասում է առաջին անգամ Արմենիա բառին մենք հանդիպում ենք Դարիուս առաջինի էպոխում, ժամանակաշրջանում, երբ փակագծի մեջ գրում է Դարիուսը մահացել է 487 թվականին։ Այսինքն քաջությունը չի ունեցել գոնե հայտարարելու, որ խոսքը վերաբերվում է Բեհիստունյան արձանագրության գրված 520 թվականին։ Այն եթե հնարավոր է 520 թվականը 6-րդ դար հայտարարել, մարդը մահվան ժամանակաշրջանն է նշում, որպեսզի 6-րդ դարից մի 100-ամյակ իջեցնի եւ ներկայացնի 5-րդ դար, որ 5-րդ դարում ինչ-որ բաներ խոսում էին այդ մասին։ Ուրեմն տեսնում ենք, որ եվրոպական ժողովուրդներ շահագրգիռ չեն երբեք պատմությունը իր իրական կերպարով ներկայացնելու այն, ինչ վերաբերում է մեզ, վերաբերում է հայ ժողովրդին։ Եվ ցավոք պիտի ասեմ, որ այսօր տենդենց կա Հայաստան աշխարհում ամեն ինչով նմանվել Եվրոպային։ Մենք կարող ենք մեկ բանով նմանվել՝ գերմանական կարգապահություն, անգլիական դիվանագիտություն եւ ամենակարևորը եվրոպական մարդ փոխհարաբերության մեջի այդ վերաբերմունքը, այսինքն դիմացինի նկատմամբ արժևորում, սա կարող ենք սովորել միայն։ Ուրիշ բան մենք չունենք իրենցից սովորելու։ Այսինքն սա մենք պիտի սովորենք, սա մենք պիտի վերականգնենք այն ինչ որ մենք դարեր շարունակ ունեցել ենք եւ մեր առաքինության փայլել ենք միշտ այդ ամենով։ Ուրեմն այս բոլորը ինչու եմ ասում, որովհետև իմ տրամադրության տակ ունեմ բավականին փաստաթղթեր, որոնք գալիս են ինչ որտեղ, ինչ որ կերպ հստակեցնելու հայ ժողովրդի իրական դիմագիծը։ Ես հիշում եմ սրանց մի քանի ամիս առաջ 4 գիտնականներ երկիր մեդիայով ի գլուխ ունենալով ազգագրական թանգարանի ինստիտուտի ավելի պատասխանատու տնօրենը Պավել Ալեկիսյանին հայտարարում են, որ հայերը ընդհանրապես որևէ պատմություն չգիտեն, նախաքրիստոնեական շրջանից չեն կարող ասել, նույնիսկ Ուրարտուն հայերի հետ որևէ առնչություն չունի։ Անշուշտ, եթե հիմնվենք Դիակոնովի եւ Պյատրովսկու հայտարարությունների վրա, այո, չենք ունեցել։ Չնայած Դիակոնովը իր կյանքի վերջին օրերի խոստովանությունը կա ինտերնետում դրված, գոնե այդ մասին ինձ տեղեկացրել է իմ շատ լավ բարեկամ Արտակ Մովսիսյանը, որ փայլուն պատմաբան է, որ խոստովանել է նա, որ իրեն պարտադրել էին ադրբեջանցիները կաշառելով, որպեսզի ինքը ուրարտացիների մասին ոչ հայկական խնդրին անդրադառնալ եւ խորացնել։ Իսկ Պյատրովսկին պարզապես խոստովանում է, որ կենտրոնական կոմիտեն իրեն պարտադրում էր նյութը ներկայացնել այդպես, որպեսզի չխախտվեր Անդրկովկասի ժողովուրդների եղբայրական, քույրական, հորեղբայրական հարաբերությունները։ Ուրեմն այս անորոշությունից ելնելով, չգիտես ինչու ամեն անգամ տուժողը եղել ենք մենք, եւ առ այսօր այդ տուժմանը մենտալիտեն շարունակում է ողբերգություն եւ ցավ պատճառել մեր հավաքականությանը, մեր ժողովրդին։ Ինչու՞։ Երբ որ մենք այսօր նկատում ենք, թե կամ ուշադրություն ենք դարձնում, թե ինչ է ներկայացվում օտարներին Հայաստան աշխարհասելիս, ափի բերան ես մնում։ Ես որպես վարդապետ ցավ եմ զգում այդ ամենի համար։ Միայն քրիստոնեական արժեքներ։ Այնպիսի տպավորություն է, որ հայերը քրիստոնեություն առաջ ոչինչ չեն ունեցել։ Բացարձակապես։ Այսօր ոչ ոք չի խոսում Քարահունջի մասին։ Բոլորը խոսում են Ստանհենջ մասին, բայց Քարահունջ անունը ոչ մեկի բերանից չի հնչում։ Այսօր ոչ ոք չի խոսում Մեծամորի այդ հրաշք գործոցի մասին, երկու բլուրների մասին։ Ուր, խնդրեմ ձեզ ցույց տամ ֆրանսացիների հոդվածը, գրված Մեծամորի մասին, խնդրեմ, Մեծամոր եւ շարունակությունն նայեք ինչ է գրվել։ La plus vieux complexe industriel du monde, աշխարհի ամենահնագույն արդյունաբերական կենտրոնը կամ ավելի մետալաձուլական կենտրոնը եւ 5-ից 7000 Քրիստոսից առաջ։
Ուրեմն մենք անշուշտ այսօր ավերակ վիճակի մեջ ենք վարում մեծամորը։ Նույնը վերաբերվում է նաև Արին Բերթին, որը 1000 Քրիստոսից առաջ է։ Նույնը վերաբերվում է Կարմիր Բլուրին, գնացեք մի հատ տեսեք ինչ վիճակում է։ Էլ չեմ ասում ագարակի հետ գերեզմանաշ, այսինքն գամբարանները բացեցին եւ Երանին չբացեին, այդպես այդ վիճակի էլ թողեցին, անմխիթար վիճակի։ Էլ չեմ ասում Շինգավիթի, որ գլուխ գործոցային բաներ կան այնտեղ։ Ուրեմն սա խոսում է այն մասին, որ մենք մեզ արժևորել չգիտենք։ Հիմա չգիտեմ որտեղից է գալիս այս ամենը։ Գալիս է մեզանից, թե գալիս է ինչ-որ հրահանգներից, որտեղ անդեմք, անդիմագից որոշ էակներ, որովհետև ես նրանց մարդ չեմ կարող համարել, ծառայելով այլոց, գալիս են այդ նրանց առաջարկությունը իրականացնում են մեր մեջ, ուրեմն բարոյալքելով, այլասերելով մեր ամբողջ մշակույթը։ Մենք մեղադրում ենք ամպագորգոր բառերով, որ թուրքերը ինչ են անում մեր հուշարձանների հետ, ադրբեջանցիները կոտրեցին ամբողջ, չգիտեմ, հուշարձանները, բայց նույն վերաբերմունք ունենք նաև մենք այսօր, մեր նկատմամբ։ Զարմանալի մի բան կա, չգիտեմ, գիտեք կամ ոչ։ Գտնվեց Հայաստանում աշխարհի ամենահնագույն կաշվե կոշիկը 5900 Վայոց ձորում։ Գտնվեց ամենահին հագուստը։ Գտնվել է աղջկա գլուխ ուղեղը մեջը, որը ուղարկվել է Անգլիա եւ առ այսօր ոչ մի տեղեկություն չկա։ Ոմանք ասում են իբրև թե գանգը գողացվել է, ոմանք ասում են ուղեղը այնքան է չորացել, որ չեն կարողանում դենկաներով որոշում կայացնել։ Այս այն պարագայում, երբ 2004 թվականին Ալբերտո Պիացան Տիրոլի համալսարանի գենտեխնիկի պրոֆեսորը էտրուսկների ոսկորների դենկաներից որոշեց, որ նրանք ոչ թե հյուսիսային ցեղեր են, ինչպես ոմանք ասում են, այլ Հայաստանից եկած ժողովուրդ են, անատոլիական ծագում են, որին դեռ 1917 թվականին անդրադարձել էր Ռոբերտ Էլիաս անունով փայլուն լեզվաբան եւ մեծ պատմագետ եւ հոդված ունի, գիրք ունի այդ մասին գրած։ Անշուշտ դրանից հետո պիտի անդրադառնամ կամաց-կամաց։ Ուրեմն այս բոլորից հետո ես ուզում եմ կամաց ձեզ ներկայացնեմ կամ հերթականությամբ ձեր ներկայացնեմ կարևոր խնդիրները։ Ուրեմն քիչ առաջ ասեցի, որ ամեն ինչ արվում է հայության պատմությունը աղավաղելու, երբեք ճշմարտությունը չասելու։ Եվ չգիտես ինչու 3000-ից այն կողմ հայ ժողովրդի պատմությունը չի գնում։ Արգելակները այնքան զորավոր են սեղմել, որ նույնիսկ հայ գիտնականներ են ահռելի մեծությամբ հարցական դրել իրենց առաջ, որ Ուրարտուն, եթե հայկական չի, այլևս հայություն գոյություն չունի, մոռանալով Սարգոն առաջինի հայտարարության մասին, Արմենիումի, Նարամսինի հայտարարության մասին, որ ինքը առաջինն էր, որ կարողացավ գրավել է Արմենիումը, չգիտես ինչու, եթե կողքը Էբլակ էր դրված եւ որը գտնվում էր Հալեպի մոտ կամ Սիրիայում էր գտնվում, ուրեմն Էբլայից հետո Արմենիումը պիտի անպայման ոչ թե Հայաստանը լիներ, այլ Սիրիայի կողքը ինչ-որ մի չարչրկված երկիր, բայց չգիտես ինչու այնտեղ ոչ մի պետություն կար այդպես զորավոր, որի համար ասեին ես աշխարհում առաջինն եմ, որ գրավել եմ այդ ժողովրդին։ Ամենայն դեպս։ Բայց ուրախություն մեզ եղան որոշ գիտնականներ, որոնք որոշ նյութերի անդրադառնալիս սկսեցին խոսել, որ Հայաստանը ոչ թե 3000-ամյա պատմություն ունի, այլ շատ ավելի հին պատմություն ունի։ Եվ այստեղ Լեզուտիլ դե Ժարդան այգու պարտեզի օգտագործում այսպիսի վերնագրով երկու ամերիկացիներ Հավքինս եւ Սմիթ անունով հոդբան գիրք գրեցին ուսումնասիրություն, որտեղ նշված է, որ մարդկության պատմության առաջին բույսը, որ մարդը օգտագործել է այգի որպես ոչ թե հացահատիկան այգի, դա եղել է խաղողի վազը, որը 6000 Քրիստոսից առաջ առաջին անգամ իրականացվել է Հայաստանում, Անախմենի 6000 avant Jésus-Christ, գրված է ուրեմն գրքի մեջ, այսինքն 8000 տարվա պատմություն է վերագրվում գոնե այդպես։ Բայց ուրախությունը այն էր, որ 2004 թվականին Nature ամսաթերթում, Nature ամսաթերթում գրվեց մի հոդված հնդեվրոպական ցեղերի ճյուղավորման մասին, որտեղից են առաջանում։ Չգիտես ինչու ասեցի, ամեն անգամ այն բանը կա, որ երբեք հայերը պետք է առաջինը չլինեն, չէ, մյուսները պետք է առաջին լինեն։ Խեթերը, որ 15-րդ դարում առաջի անգամ նրանց անունն է տրվում,
չգիտես ինչու գրված է առաջինը խեթերը, Հիտիտ, երկրորդը Թոխարիևները եւ նոր երրորդը գոնե Փառք Աստծո ասենք հայերը, որով ուրեմն 7500 Քրիստոսից առաջ կամ 7500 ստեղ շատ հստակ գրված չէ, եթե լիներ Քրիստոսից առաջ կամ բան, ավելի հստակ է։ Ուրեմն բաներին տրվում է, հիթիթներին տրվում է 8300-ից 7900 թվականներ, հայերին տրվում է ուրեմն 7800 այս լույսը կարող եք վարել, որոշ բաներ պիտի կարծեմ, թե չի աշխատում։ Ուրեմն ոնե այս իմաստով մեզ բավականին օգնում են նաև այս խնդիրը տեսնելու համար, որ այլևս հայերը ոչ թե երրորդ հազարամյակում հայտնված ժողովուրդ են, այլ շատ ավելի հին։ Անշուշտ այս իմաստով այս եվրոպական ցեղերի եւ այլի խմբի իմաստով կարևոր ուսումնասիրություն կատարեցին 1984 թվականին երկու այն ժամանակվա սովետական միության գիտնականներ, որոնցից առաջինը հատկապես իմաստնավորի հայրուն գիտնական է Վիչիսլավ Իվանովը եւ Տենգիզ Գամքելիձեն, հնդեվրոպական ուրեմն մայր լեզվի հայրենիքի մասին խոսելիս, նրանք կանգ առան հարավային Կովկասի վրա, անշուշտ, բայց նորից ինչ-որ տենդենց կար, եթե հնարավորություն ունենային անշուշտ խոսելու, որ վրացիներն են դա եղել, բարեբախտաբար բոլորը գիտեն, որ վրացերենը դա հնդեվրոպական լեզվի հետ կապ չունի, բացարձակապես կովկազյան լեզու է, եթե որոշ հնդեվրոպական բառեր կան, հայրենի ծանծած բառեր են, ինչպես իրենք նույնիսկ իրենց ավանդապատումի մեջ խոսում են քարտուելի եւ սոմեխի եղբայրների մասին եւ սոմեխին համարվում է ավագ եղբայրը, այնպես ինչպես ռուսական բլինիների մեջ Իլեմուրը մեծի Սվիտագորն է համարվում, ուրեմն Արարատյան սրբազան լեռներից եկած Սվիտագորն է համարվում ավագ եղբայրը Իլեմուրը մեծի։ Ուրեմն այս բոլոր խնդիրները առաջին հերթին գալիս են մեզ հստակեցնելու, թե ով ենք մենք վերջապես։ Ինչ խոսում, շատ կարևոր, փայլուն ուսումնասիրություն ունի, ուրեմն Սուրեն Պետրոսյանը, որ խեղճը վախճանվեց, մեր հայկական ժայռապատկերների ուսումնասիրությունը։ Հայկական ժայռապատկերները ինքնին գալիս են շատ բան մեզ ասելու։ Թե ինչ կարևոր դեր է խաղացել հայ ժողովուրդը մշակութային իմաստով համաշխարհային ընդհանուր այդ ձևավորման գործում, որովհետև այստեղ այս փոքրիկ նկարը կա, պարզապես չեմ ուզում թերթեմ ամբողջ բանը գտնելու, որտեղ տեսնում ենք 5000 Քրիստոսից առաջ երկրագունդը կլոր եւ երկրագունդի 4 ծագերի մարդկություն։ Սա 5000 Քրիստոսից առաջ է։ Կան քրիստոնեական արժեքներ, որոնք քրիստոնեական արժեք լինելուց առաջ դրանք եղել են իրականի մեջ հայկական արժեքներ։ Դա խաչն էր առաջին հերթին, որը գիտեք հայկական ժայռապատկերներում ահավոր քանակությամբ, շատ մեծ քանակությամբ, խնդրեմ այստեղ կարող եք տեսնել խաչը։ Ուրեմն եւ մի ուրիշ կարևոր խնդիր կա, որ ինձ ուղղակի ապշեցրել էր, դա Սուրբ Երրորդության գաղափարին առնչվող մի հարց էր, որը իրապես ինձ շատ էր հետաքրքրում, որովհետև երբ որ գտնվեց այս գիրքը, հրատարակվեց այս գիրքը բանում Ֆրանսա, այնտեղ շատ հետաքրքիր կուրքեր կային։ Գիտեք, յուրաքանչյուր արձան լինելուց առաջ դա կուրք է, իսկ ամեն մեկ կուրք պաշտամունքային երևույթ է։ Եվ ինձ շատ էր հետաքրքրում այս պատկերը գտնված ուրեմն Հայաստանում, որովհետև ձեզ ասեցի, որ շատ բաներ պաշտամունքային երևույթներ էին, որոնք պետք է որ իմաստ ունենային։ Հիմա քրիստոնեության մեջ գիտեք Սուրբ Երրորդության մասին երբ որ խոսում է Հայր, Որդի եւ Սուրբ Հոգու գաղափարի մասին։ Եվ Սուրբ Հոգին ավետարանի մեջ ներկայացված է որպես աղավնու նման Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա։ Եվ հիմա ձեզ պիտի ցույց տամ զարմանալի մի ժայռապատկեր, որը իրապես պիտի ապշեցնի ձեզ։ Նախ այս կուրքը, տեսեք, 3 թռչուններ նույն հարթավանդակի վրա։ Սա նշանակում է 3 աստվածություն էին սրանք համարժեքության կերպով։ Տեսնում եք։ Այստեղ արդեն, գիտեք, մեզ մոտ մերոնը, որ թափում են կնունքի ժամանակ, մերոնաթափ աղավնի գոյություն ունի։
Սա որ տեսնում եք 1500 Քրիստոսից առաջ է։ Ուրեմն սա էլ է նույնը 1500 Քրիստոսից առաջ։ Այստեղ նայեք։ Տեսնում եք 1500 Քրիստոսից առաջ։ Սա օգտագործել են քուրմերը։ Հայ եկեղեցու մեջ ընդունված է ասելու, որ գիտեք եպիսկոպոսները կլոր այսպիսի բան են կրում, անունը Պանակե է, հուներեն բառով, եւ ասում են հույներից են հայերը վերցրել, Քավլիցի, հույներից ոչ մի բան չեն վերցրել, նայեք որտեղից են վերցրել, դա եղել է զուտ հայկական իրականություն երևույթ, որը արևի խորհրդանիշն էր, եւ հիմա նայեք այստեղ այս ժայռապատկերին, խնդրեմ այստեղ նայեք, տեսնում եք 3 զորություններ, որոնցից մեկը թևեր ունի։ Տեսնում եք, եւ համարժեքություններն են 3-ներ։ Ինչ են սրանք։ Դժբախտաբար առ այսօր մենք ոչինչ գիտենք մեր անցյալի մասին։ Միայն գիտենք մեկ բան, որ անցյալում մենք ունեցել ենք արժեքներ, որ այսօր մեզ համար արժեք չէ, բայց ուրիշների համար արժեք է։ Այդ արժեքներից մեկը ուզում եմ ձեզ ցույց տալ։ Մեծամորում գտնված այս կանթերը։ Գիտեք ինչ կանթեր է սա։ Ուրեմն երբ որ պեղվեց 1964 թվականին մեծամորի այդ շրջանը, գտան 7 աստվածների խորանը, 7 աստվածների խորանը, որոնց մասին շումերներն են խոսել, գերագույն աստվածը կոչվում էր Հայա։ Չգիտես ինչու վերջում էնքի են ավելացրել, թե որտեղից այդ էնքին դուրս եկել չգիտեն, բայց կարևոր այն է, որ Հայա բառը առկա է, որը իմաստության աստվածն էր։ Եվ նայեք այստեղ 7 կանթեղներ են, մեջտեղինը ամենամեծն է, որը խորհրդանշում է Հայա Աստծուն, իմաստության Աստծուն։ Մյուս 3-ներից գիտենք միայն մեկի անունը, Օհան, հիշեք ձենով Օհանին։ Ուրեմն ինչպես է կոչվում հայոց այդ նշանավոր դյուցազնավեպը։ Չգիտես ինչու հայերս կոչում են սասնածռեր, հիմարություն։ Սասնածռեր նշանակում է սասնախենթեր։ Իրականում դրա անունը ջոջացտուն էր, իսկ ջոջերը դրանք աստվածներն էին։ Ուրեմն աստվածների պատմությունն է հայոց դյուցազնավեպը, եւ ոչ թե 9-րդ դարում ստեղծված, չգիտեմ, Հովանես անունով մեկը արաբների դեմ պատերազմեց եւ այլն։ Ուշադրություն դարձրեք միայն մեկ բան։ Երբ որ Եգիպտոսի մելիքը կամ թագավորը փախնում էր, նա աղոթում էր իր կուռքերին։ 9-րդ դարում ոչ մի մահմեդականի համար չէին ասի, նա աղոթում էր իր կուռքերին։ Կասեին նա աղոթում էր իր Մոհամեդին, ինչպես հանդիպում են մյուս մեր պատմագիրների մոտ։ Եվ բացի դրանից ուրիշ խնդիրներ կան։ Ծովինար հասկացողությունը, որ նշանակում էր ծովի աստվածուրի, որի լեցուն ափից ծնվեց Սանա Սարը, այսինքն Սվետա գորը, որը մեծ լեռն էր մեր, որին չգիտես ինչու մենք Արարատ ենք կոչում, մինչդեռ Արարատը երկրի անունն էր եւ ոչ թե Սարի անունը։ Կես ափից ծնվեց Բախտասարը եւ ոչ թե Բաղդասար, որ հետո էլ Եվրոպայում դառնալ Բալթազար։ Դա Բախտիսարն էր, ինչու։ Հայտնի է մեր պատմությունից, մեծ լեռան վրա արգելված էր բարձրանալը, ովքեր փորձեին բարձրանալ, քաչկերը եւ վիշապազուները նրան պիտի պատժեին։ Ժեք արտավազդի պատմությունը։ Նա փորձեց բարձրանալ, պատժեցին, շղթայակապեցին, եւ հետո ինչ եղավ։ Հետո եղավ այն, որ ժողովուրդը մինչև վերջ նրան չներեց։ Հայ դարբինները ասում են ամեն առավոտ գործը սկսելուց առաջ սալին էին հարվածում, որպեսզի նրա շղթաները ամրանային եւ նա երբեք որպես անհնազանդ դուրս չգար շղթայից։ Տեսնում եք, ուրեմն հարցեր են այս բոլորը, որոնք մենք կորցրել ենք։ Շատ լավ, այս նախաբանն է, որպեսզի տեսնենք, թե ով ենք մենք, բայց ամենակարևոր այստեղ ուրիշ խնդիր է սկսում, ինչ դեր են խաղացել հայերը եվրոպական երկրների ժողովուրդների ձևավորման գործում։ Ուրեմն քիչ առաջ ձեզ ասեցի 1818 թվական այս գիրքն է, որ ես ամբողջովին ունեմ, պարզապես բանախոսությունների ժամանակ ինձ ավելի հեշտ է այս
պատճենները ներկայացնել։ 1818 թվական գրված է Ռոբերտ Էլլիս տեսա, որի գիրքը կոչվում է, խնդրեմ, The Armenian Origins of Etrusc, Էտրուսկների հայկական ծագումը։ 1817 թվականին է գրել սա, մանրակրկիտ ուսումնասիրելով եւ համեմատական անելով էտրուսկներին տարբեր լեզուների հետ եւ հայրենի հետ եւ հայտարարում է էտրուսկները Հայաստանից եկած ժողովուրդ էին։ Ով էին էտրուսկները։ Էտրուսկները նախահայրերն էին հույների, նախահայրերն էին հռոմեացիների։ Եվ հիշեք Ռոմուս եւ Ռոմուլուս եղբայրները։ Դա նույն մեր հեքիաթներ, Սանասար եւ Բաղդասար իբրև թե եղբայրներ։ Հասկանում եք։ Ուրեմն բացի այն, որ կա այս վկայությունը նրանց մասին, կա նաև տունը թողեցի, բանի Ալբերտո Պիացայի ուսումնասիրությունը դենկաների, ինչպես արդեն ասեցի, որը ինքնին գալիս է վկայելու էտրուսկների հայկական ծագման խնդիրը։ Բայց մեկ ուրիշ հարց կար, եվրոպական ժողովուրդների ծագումը կապում էին քելթերի հետ, ֆրանսերենով սելտ են կոչվում, քելտ, ուրեմն այդ ժողովրդի հետ, ովքեր էին քելթերը, առ այսօր եվրոպացիները ոչինչ չգիտեն իրենց մասին։ Ինձ մոտ կա ուսումնասիրություն ֆրանսերենով, որտեղ գրված է, որ քելթերը Բավարիա, Գերմանիայում կոչվում էին բավարացիներ, Անգլիայում կոչվում էին բրետոններ, Ֆրանսիայում կոչվում էին գալեր։ Հիմա տեսնենք, թե այս ժողովուրդները ովքեր են։ Առաջինը սկսենք այս գրքից։ Սա Գերմանիայի ամենահնագույն գիրքն է, Das Anno-Lied։ Անոն եղել է Քյոլնի եպիսկոպոսը, ուրեմն գործը գրվել է 1080 թվականին, և գործի մեկ, այո, ուրեմն գործի 27-րդ էջում, ուրեմն այս գործը գրված է երկու լեզուներով, հինը գերմաներենով, օրիգինալ տեքստը, և թարգմանությունն է։ Ուրեմն 20-րդ համարում այսպիսի տողեր կան, als das Bayerland sich im Tapfer widersetzte։ Խոսում է բավարացիների մասին, խոսքը բավարացիների մասին է։ Եվ նրանց մասին խոսելով ավելացնում է 15-րդ համարում։ Ihre Stamm war vormal dorthin gekommen aus dem hochgelegenen Armenien։ Իրենց ծագումը, բավարացիների ծագումը, այստեղ է եկել բարձրավանդակ լեռներ ունեցող Հայաստան աշխարհից։ Որպեսզի 11-րդ դարում գերմանացիները իմանային, թե ինչ է Հայաստան աշխարհը, որտեղ է դա գտնվում, ավելացնում է, wo nur aus der Arche ging, ուր Նոյը արխից տապանից դուրս եկավ, als den Holzfang von den Tauben fingen hat, եւ ինքը աղավնու կողմից բերած ձիթաճյուղը գտավ, Anzeichen von den Arche gibt es noch heute, ուրեմն նշանները տապանի առայսօր դեռ կան auf den Bergen Ararat, Արարատյան լեռների վրա։ Ուրեմն սա Գերմանիայի ամենահնագույն գիրքն է, որի մասին շատ հստակ գրված է բավարացիների հայկական ծագման շուրջ։ Այս գիրքը, որ տեսնում եք, իր բունը շարադրանքը եղել է ֆրանսերենով եւ հայտնի է Եվրոպայի որպես հնագույն գրքերից մեկը, կոչվում է ֆրանսերենով, կոչվում է Chanson de Roland, Ռոլանի երգը, սա թարգմանությունն է 12-րդ դարում կատարված եւ կոչվում է Das Rolandslied։ Ուրեմն, գիտեք, պատմությունը Ռոլանդի մասին էր, բայց իրականում Կարլ Մեծը, Կարլ 5-րդը, որ կարողացավ ամբողջ այդ եվրոպացի ժողովուրդներին համախմբել եւ դուրս գալ ընդդեմ արաբների, որոնք 11-ին արդեն Իսպանիա էին մտել եւ վտանգ կար, որ կարող են ամբողջ Եվրոպան գրավել։ Եվ այս ստեղծագործության 7791-րդ համարում, տողում կարդում ենք ինչի մասին։ Կարլը փարաբանում է իր ամենաուժեղ, ամենահավատարիմ, ես ուզում եմ ես բարի վրա, դուք ուշադրություն դարձնեք,
ամենահավատարիմ զինվորին, որին ասում է Աստված ինձ պարգևեց։ Ես հիմա պիտի կա ձեր մեջ գերմաներեն կարդացող։ Հա? Կա? Եկեք դուք կարդացեք։ Ինչի դուք կարդացեք։ Ավելի լավ է մեկ ուրիշը կարդա եւ թարգմանի, որպեսզի ավելի ես որ ես եմ անում, կարող են ասել իմպրովիզացիա է անում ուսացել։ Ես հասկանում եմ, հանգիստ կարդացեք։ Այո։ Էդի մի հոգի հանգա։ Չէ, արարելի կարդացած կանք։ Էլավ եթե կարդացեք։ Շատ կներեք, հնա մի անվարով հաստամ։ Հիմա ձեզնից վերև եկեղեցու բոլոր պաշտոնյաները այս լեզուները գիտեն, կաթողիկոս, այո, կաթողիկոսները, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ։ ամեն մեկը մի լեզու, երկու լեզու գոնե գիտի։ Շատ լավ։ Ուրեմն այսպես է, Gott hat mich nicht vergessen, գրված է այստեղ։ Սա Կարլ Մեծի խոսքեր է, Աստված ինձ չմոռացավ։ hat in mir als Kämpfer gesandt, Աստված նրան, խոսքը Բավարիայի հերցոգի, Նայիմես անունով կամ Նեմես անունով հերցոգի մասին է, և ինձ որպես կրվող, որպես ռազմիկ ուղարկեց դեր von den treuen Armenian Abstand, որը ծագում է հավատարիմ հայոց աշխարհից, Հայաստան աշխարհից։ Կարլ Մեծի խոսքերն են, խնդրեմ այս գիրքը 7791-րդ տողն է սա։ Եվ սա համարվում է Եվրոպայի կարևորագույն գրքերից մեկը։ Ուրեմն կան բազմաթիվ են ինձ մոտ Ֆյուտերերի, ուրեմն Ֆյուտերերն էլ համարվում է պատմիչներից, քրոնիկներից մեկը գերմանական պատմության, որի գործում կա հին բավարերենով գրված այսպիսի տողեր Bayern ihren Ursprung genommen haben aus dem Land Armenie, սա հին բավարերենով է գրված եւ շատ այդպիսի բաներ կան, որտեղ նաեւ խոսվում է այն մասին, որ հատկապես այդ խնդիրը շատ հստակ է երևում White Arabic-ի մոտ, որը համարվում է բավարական պատմության ամենանշանավոր պատմիչը, բավարական պատմության պատմագիրներից, որ 67 հայտնի շբիխը նշանակում է հեթանոսական գրքերի հիման վրա ուսումնասիրել եւ շարադրել է Բավարիայի պատմությունը։ Եվ ինքն է, որ առաջին անգամը լինելով խոսում է Բավարիայի պատմության իրական անցուդարձի մասին, այսինքն, եթե այս պարագայում այնպես ընդհանուր խոսքեր եւ այն Բավարիայի պատմության, այստեղ շատ հստակ պատմվում է ինչը, թե ինչ է տեղի ունեցել ընդհանրապես։ Ուզում եմ ձեզ այդ հատվածը կարդալ։ Ուրեմն Արամփեկը 1492 թվականին է գրել իր գործը, կոչվում է Քրոնիկա Բայո-Արիովում, Բավարիայի քրոնիկը։ Ուրեմն այսպես է գրված. Բայո Արիուս mit seinem freisamen Volk, Բայո Արիուսը իր ազատատենչ ժողովրդի հետ միասին hat seinen Ursprung aus dem Land Armenien, իր ծագումը Հայաստանից է, und ist mit ihm ausgezogen mit großem Macht, եւ այնտեղից Հայաստանից մեծ ուժով դուրս եկան, und sind China, Germanerենով ագրված այդ, und sind kommen in das Land und funden darin Power Völker, եւ եկան այս երկիրը եւ այնտեղ գտան Power լատիներեն նշանակում է աղքատ, խեղճ կրակ։ Power Völker, Power, այո, Pov ֆրանսերեն նույն բառն է, այո։ Power-ի, Rishi Power-ի հիշում եք խումբ կար այդպես, աղքատներ եւ հարուստներ, ուրեմն խումբներ, die sich nährten mit Fischen und Jagen der wilden Tiere, որոնք այդ ժողովուրդները, որոնք ապրում էին Mercedes BMW արտադրող երկրում այն ժամանակ, իրենք սնվում էին, գիտեք ինչով, ձուկ բռնելով եւ որսորդություն անելով։ Նրանք նույնիսկ գյուղատնտեսությունից գաղափար չունեին։ Հիմա ովքեր էին անցյալի մեջ գերմանացիները
եւ հայերը գնալուց հետո ովքեր դարձան այսօր գերմանացիները։ Սա է եղել հայ ժողովուրդը եւ իմացեք բոլորը եւ երբեք չմտածեք, որ աշխարհի տականքներն են հայերը, ինչպես մեզ այսօր ներկայացնում են։ Եվ ուրիշ կարևոր մի ինֆորմացիա կա, որ այդ անպայման ձեզ պիտի կարդամ։ Und ließen sich da nieder, եւ այնտեղ հաստատվում են, und nennten das Land nach ihren Fürsten und Heerführer Bavaria. Եվ հաստատվելով այդ երկրում, այդ տարածություն, այդ հող, այդ երկիրը իրենց առաջնորդի եւ իշխանի անունով կոչում են Բավարիա։ Ուրեմն Բավարիա անունը գալիս է հայոց Բայո Արիուս իշխանի անունով, ասում է Վայթ Արնպեկն է ասում։ Այնպես որ ես ուզում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուր երբ լսում է այս ամենը, չկարծի, որ ես եկել եմ այստեղ տատիկիս կամ պապիկիս հեքիաթները ձեզ մատուցել։ Ձեզ ասում եմ այն, ինչ որ գրված է այս փաստաթղթերի մեջ։ Ուրեմն այս ուսումնասիրությունների մեջ է Գերմանիա եւ Անգլիայից ստացա Anglo-Saxon Chronicle, Anglo-Saxon Chronicle։ Ուրեմն այս քրոնիկլը հրատարակել է 1861 թվականին Բենյամին Թորփ անունով մի պատմիչ, որը 4 հատորով ամփոփել է ամբողջ քրոնիկներ անգլիական եւ այնտեղ առաջին հատորի մեջ այսպիսի բաներ կան։ Առաջի տողերը վերաբերվում են թե մեծությունը ինչքան էր, անգլիական տարածության լայնությունը ինչքան էր։ Եվ շարունակում է. And here are in the Iceland 5 people. Կղզիում ապրում էին 5 ժողովուրդներ։ English, Breto-Welsh, բրետոնները եւ վելշերը համարվում են նույն ժողովուրդը։ Երկու տարբեր ցեղեր են, բայց նույնը, միասին է գրված։ Այնպես ինչպես հետագա բուկ լատին ժողովրդի մասին է խոսում, ուրեմն բուկը եղել է մի ցեղ, լատինները ուրիշ ցեղ, բայց երկուսն էլ հենց նույն ժողովուրդն են։ Եվ ասում է English, Breto-Welsh, Scottish, Pictish and Book Latin. The first inhabiting this land were Britons, they came from Armenia. Ուրեմն երբ որ այս բանը գտա, բայց դժբախտաբար, չգիտես ինչու, մեր շատ սիրելի Բենյամին Թորփը ինքը իր գլխի որոշել է, որ քրոնիկ գրողը սխալ է գրել։ Պետք չէ որ Արմենիա լիներ, պետք է գրել Արմորիկը։ Իսկ Արմորիկը դա գտնվում է ֆրանսական Բրիտանիայում, որի բուն անունը Արվերիկ է եղել, Արվերիկ, բուն անունը։ Հիմա դրան պիտի անդրադառնամ։ Երբ տեղափոխվեցի Գերմանիայից, ուրեմն Ֆրանսա պաշտոնավարելու, մի առիթով ինձ մեկը խոսեց բանի մասին։ Բրիտանիայում, ֆրանսական Բրիտանիայում գոյություն ունեցող մի փարոսի մասին, որի անունն է Արմեն։ Երբ այդ մասին խոսեցի պրոֆեսոր Մահեկա, գիտեք հայագետ, նրա հետ ինքը Բրիտանիայից է, բրետոն է ինքը։ Ասեցի պրոֆեսոր, այսպիսի բան կա, որ Արմեն է կոչվում փարոս, այո ասեց, բայց Ա-ը նշանակում է քար, Մեն-ը նշանակում է աստիճան։ Անշուշտ իրեն պիտի հավատայի եւ հավատացի այդ պահին, բայց բարեբախտություն ունեցա հետագայում գտնելու բրետոներեն, ֆրանսերեն բառարան։ Ար իրոք նշանակում էր քարե աստիճան, բայց Մեն ոչ ման չէր նշանակում։ Եվ զարմանս ինձ, երբ որ սկսեցի ուսումնասիրել բրետոներեն լեզուն, այս բոլոր բառերը, որ տեսնում եք, բրետոներեն են եւ հայերեն։ Ձեզ մի քանիսը։ Ապա բրետոներեն բառը։ Դեպույքը ֆրանսերեն, այն բանից հետո որ, այսինքն ապան հայերեն։ Անվատուր բրետոներեն բառը, ֆրանսերեն, ապելասիոն, անուն տալ, կոչել։ Արվեստ բրետոներեն բառը։ Նշանակում է սեն, տաբլո, ակտ, այսինքն թատրոնի հետ կապված խնդիրներ։ Իսկ բուն արվեստ բառը բրետոներեն կոչվում է արզ։ Ուրեմն ամենահետաքրքիրը նրանում է, որ արզ հայրենի մեջ մենք ունենք արզն բառը հայկազյան բառարանի մեջ, որ արվեստի ձև է, երբ որ կտորի վրա մոմով նկարներ էին արվում։ Հասկանում եք, դա կոչվում են արցնել։ Հետո բրետոներեն արչ, հայրեն, ֆրանսերեն ուրս, հայրեն արչ։ Բրետոներեն այսքան, այդքան, նշանակում է կտոր, հատված։
Եվ սրա նման բազում բարեր եւ հետաքրքիր բրետոներեն մերնելին մերնելը, ասում են մերվելը։ Հետո Բրիտանիայում, ֆրանսական Բրիտանիայում կա քաղաք, որի անունն է Վան, եւ այս էջը ես վերցրել եմ բրիտոնական բանից, կայքեջից։ Եւ այստեղ խոսում է շատ հետաքրքիր մի բանի մասին, հերմին կենդանի մասին։ Հերմինը, մենք հերմինե ենք ասում, չէ՞, դա կենդանի անունն է, որը հայերեն կոչվում է կզաքիս, այս կենդանին է։ Ուրեմն ամառը շագանակագույն է, կենդանում մորթը, ձմեռը ջերմակ։ Եվ հայոց իշխանները նայեք ինչպիսի թիկնոց էին դնում այդ հերմենի մորթուց պատրաստած, միայն իշխաններ իրավունք ունեն, այստեղ այդ նկարը կա։ Եվ զարմանալիորեն իրենք են նշել, որ լատիներեն ձևը այդ կենդանու կոչվում է մուս Արմենիա, հայկական մուկ։ Եվ հայկական մուկը բրետոնները կոչվում են հերմեն։ Հին լատինե բանով ֆրանսացիները հերմեն էին կոչում թե կենդանուն եւ թե հայերին։ Այսինքն Հերմինիան Հայաստանն է իրենց համար։ Հասկանում եք, սա բառը ինչու եմ նշում, քիչ հետո պիտի անդրադառնա նաև այդ խնդրին։ Ուրեմն Վան քաղաքի խորհրդանիշը այս կենդանին է։ Կզաքիսն է Վան քաղաքի խորհրդանիշը։ Եվ հիմա անդրադառնանք այն անուններին, որոնք առկա են ֆրանսական Բրիտանիայում։ Առաջինը Անահիտ, երկրորդը Աստրիկ, երրորդը Արսեն, չորրորդը Վազգեն, հինգերորդը Ամուրի, վեցերորդը Կարոտ, յոթերորդը Էրվան, ութերորդը Էրիկ։ Ուրեմն Էրը բրետոնորեն նշանակում է տղամարդ։ Այնպես ինչպես բավարացիներից անցած Էրը նշանակում է տղամարդ, հիշեք Բեկեր, Շումախեր։ Էր տղամարդ է նշանակում, Բեկեր նշանակում է թխող տղամարդ։ Հացթուխ այսպես ասած։ Շումախեր, շու կոշիկ է նշանակում, մախր անել է նշանակում, բայց տղամարդ, որը կոշիկ էր կանում։ Ուրեմն, այդ նույն բանը նաև Էրիկ բառն էր, չգիտեմ, եթե դուք ծանոթ եք արևմտահայերին կամ ոչ, արևմտահայերը ամուսնուն ասում են Էրիկ, Էրիկս է ասում։ Իսկ այդ էրը որտեղից էր գալիս։ Հայեր ունեին պաշտամունքային ար աստվածը։ Ով էր արը։ Երկնային ուժը, ով էր նրա երկրային ներկայացուցիչը, քրմապետը, քահանայապետը, մոգպետը։ Մենք հայրենի մեջ ունենք ավետել բառը, որը ավետիկ ձևով է հանդես գալ։ Քրիստոնեությունը ընդունելուց հետո ավետիկ բառը փոխեց իր իմաստը։ Այն պահեցին ավետից ընդհանրապես կա։ Ուրեմն այդ տարբերակը պահել են հռոմեացիները։ Ինչպես էին ողջունում կեսարներին։ Ave Cezar, ինչ էր նշանակում Ave, ողջույն, բարև։ Ուրեմն հայրենի մեջ Ave-ն նույն իմաստ ունի։ Միակ լեզուն բարբարը, որ պահել է, դա Գանձակի բարբարն է եղել, համաձայն Հրաչյա Աճարյանի արմատական բառարանի։ Ուրեմն Ave, դիք նշանակում էր ողջույն աստվածներին։ Կեսարը, քանի որ համարվում էր երկրի վրա Աստծո ներկայացուցիչը, նրան ողջունում էին այնպես, ինչպես աստվածներին էին ողջունում։ Ուրեմն Արը երկնքի աստվածն էր, Էրը երկրի վրա նրա ներկայացուցիչն էր, քահանայապետը, որ միաժամանակ թագավորն էր, կամ արքան էր ավելի ճիշտ։ Ուրեմն Էրիկը ով էր, տան թագավորն էր։ Այդ իսկ պատճառով, երբ որ ամուսինը մահանում էր, կինը ինչ էր հայտարարում, արևս մարեցավ, որովհետև տան արևը, աստվածը, տղամարդն էր համարվում։ Բայց փոքր Էրը, փոքր Էրիկը, հասկանում եք, սրանք շատ կարևոր բաներ են, որպեսզի մենք հասկանանք արժեքը մեր ինքնության, էության, լեզվի, իմաստ տանք։ Ես շատ անգամ ասում եմ, ցավով եմ լսում, թե ինչպես այսօր
մորթոտում են հայոց լեզուն, իրենց տժժացնելով ու ժարի տանելով։ Սպանում ենք մեր լեզուն առանց հասկանալու, որ բարի մեջ ուժը կա, էությունը տեղը։ Հիշեք, չար մագիա, չորնայ մագիա կոչված կամ մաշինուախ կոչվածը, ինչպես է սկսում իր կախարդությունը, ագրակադաբրա, և մտնում էր չար ուժի սորության մեջ։ Կարդացեք մեր մի հատ խմայական գրականությունը, ամբողջ բարերի վրա հիմնված բաները։ Ուրեմն բարիություն դու կարող եք բարերով անել, ձևակերպումներով, չարություն կարող եք սկսել ձևակերպումները բարերով իրականացնելով։ Ուրեմն բարի մեջ զորություն կա, ուժ կա։ Մենք չենք արժևորում մեր բարերը, այդ պատճառով հայտնվել ենք այս ողբերգական վիճակի մեջ։ Ուրեմն, երբ բավականին կարծեմ խոսեցի այս բրետոնների խնդրի մասին, և կան շատ բաներ կան, Ուելշերի մասին, գիտեք, Ուելշերը հատուկ բաներ ունեն, խաչեր ունեն, նախաքրիստոնեական խաչեր են, դրանք որ տիպիկ հայկական խաչեր են, խաչքարեր ավելի ճիշտ, այդ խաչքարերի արվեստը, որ տիպիկ է, իռլանդական են զորում այդ խաչերը, իռլանդացիները հենց իրենք Ուելշեր են, և զարմանալիորեն Ուելշերը Ֆրանսայում կոչվում են գայլիկներ, գոլուա բառը ֆրանսերեն գալիս է գայլիկ, ինքը արդեն գրվում է այդպես, G-A-O-I-L-L և այլն, այսին գայլ բառն է, գիտեք որ Հայաստանում եղել է նաև պաշտամունքային տարբեր աստվածություններ, կենդանական և այլ, մենք ունենք օրինակ այսպես հետաքրքիր բառ, գայլի պաշտամունքից բացի ձի պաշտամունքը կար Հայաստանում ընդունված Քուրկիկ Ջալալին, հենց դա էր, ավելի ձի պաշտամունքային աստվածություն էր, քան ինչ-որ մարբան, ասենք, որպես պարս ձի և այլն, որովհետև երբ որ կարդում եք մեր այդ ջոջացտունը կամ Սասունցի Դավիթ էպոսը, տեսնում եք, որ այնտեղ երկխոսությունը, երբ որ պարավը իրականացնում է Քուրկիկ Ջալալու հետ, ասում եք Քուրկիկ Ջալալի դու խղճա Դավիթին, նա հեր չունի, դու արա նրան հերություն, նա մեր չունի, դու արա նրան մերություն, այս բոլորը խոսում են մասին, որ դա պաշտամունքային բան է, և մենք ունենք անշուշտ Հայաստանում գտնված այդ պաշտամունքային կենդանու բաները, դեմքը և այլն, որին անշուշտ շատ չենք անդրադառնում։ Ուրեմն, դրանից հետո, բաներից հետո, անուն ինչ է, բավարացներից հետո, ես ուզում եմ անդրադառնալ գոլերին։ Ուրեմն կա հատուկ բառարան, կոչվում է ուլանգը էքսպլիկասիոն, ինչպես է, Dictionnaire pour langue française, այո, և այնտեղ այս հատվածը կա, այս փոքրիկ մի հատված է, մեջբերել ովքեր ուզում են կարդալ, կարող են կարդալ, այստեղ գրված է, որ բավարացիները, ներողություն, գոլերը իրենց ծագումով բավարացիներ են, իրենց լեզվով բրետոններ են նրանք, խոսում են բրետոներեն, ուրեմն մեր բոլոր փաստաթղթերը անշուշտ եկան վկայելու բրետոնների և բավարացիների հայկական ծագման շուրջ։ Դժբախտաբար գոլերի մասին շատ քիչ բան կա։ Միակ գործը, որ պահպանվել է նրանց բնութագրելու մասին, դա Հուլիոս Ցեզարի Բելո Գալիկա գիրքն է, գալիական պատերազմի մասին, որտեղ ինքը խոսում է գալերի էության կերպարի մասին։ Ասում է նրանք սարսափելի քաջ մարդիկ էին, վախ ասած բանը իրենց մոտ չկար, ինչու, որովհետև ասում է իրենք հավատում էին, որ մահից հետո հոգին կրկին մարմին է առնում։ Եթե ձեզ ծանոթ է Գիլգամեշի դյուցասնավեպը, հիշում եք Գիլգամեշը բացի այն, որ Հայաստանը կոչում էր աստվածների երկիր, աստվածների ընտրված ժողովրդի երկիր, սուրբ օրենքների և ծեսերի երկիր, նա նաև Հայաստանը կոչում էր անմահության գաղտնիք իմացողների երկիր։ Եվ գալիս էր Արարատի երկիր, իր ընկերոջ Էնկիդուի համար, որին շատ էր սիրում, անմահության գաղտնիքը տանելու, այդ ծաղիկը այսպես կոչված, տանելու անմահության։ Եվ զարմանալիորեն այդ անմահության գաղտնիքը գալիս է Պլատոնը իր պետություն, La République գիրք ունի գրած Պլատոնը, այնտեղ բացատրություն տալու խոսելով Էրոս Արմենիոսի մասին, հայոց էռի մասին։ Ասում է Էրոս Արմենիոսը, որ մահացավ, իր հոգին գնաց դրախտ աստվածների մոտ
Եվ այնտեղ ասում է, տեղի ունեցավ ժուժման դեզան, հոգիների դատաստան։ Եվ ասում է ինքը իրեն թույլ տվեցին, որ ներկա գտնվի հոգիների դատաստանին։ Եվ ասում է, որից հետո ինքը արժանացավ ռենկարնացիայի։ Ուրեմն ռենկարնացիան դա հինդուսների հետ կապ չուներ, ոչ էլ բուդդիստների հետ կապ ուներ։ Համաձայն գերմանացի փիլիսոփաների 1500 արիական ցեղերը, երբ որ մտան Հնդկաստան, իրենց հետ միասին տարան նաև իրենց հավատամքային արժեքը, որի հիման վրա 6-րդ դարում ձևավորվեց բուդդիզմը։ Պատկերացնում եք, 6-րդ դարում հայկական հավատքի հիման վրա ձևավորվել է բուդդիզմը։ Իսկ այդ ռենկարնացիայի ամենափայլուն դեմքը ով էր, մեռնող եւ հարություն առնող Արա գեղեցիկը։ Հասկանում եք ինչ հետաքրքիր բան է կատարում։ Այս նույն հավատքին հավատամք ունեին նաև հրեաները։ Հիշեք ավետարանական տողերը, Քրիստոս հարցրեց աշակերտներին. մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով եմ ես։ Առաքյալները ասեցին, մարդիկ ասում են դու Եղիան ես, կամ մարգարեներից մեկը, կամ էլ Հովհաննես Մկրտիչը։ Եթե Եղիայի մասին է խոսքը, ուրեմն նրանք հավատում էին ռենկարնացիային, որ իր մեջ վերածնվել է Եղիայի ոգին։ Եվ Քրիստոս նրանց ասեց, ես ինչ ապուշություններ եք դուրս տալիս։ Հասկանում եք, ուրեմն սա նշանակում էր հավատամքային բանաձև գոյություն ուներ արդեն իսկ այդ երևույթի մասին։ Ուրեմն խոսելով գոլերի մասին, նշվում է, որ շատ քաջ էին գոլերը եւ շատ խելացի։ Ուրեմն այստեղ ես ունեմ ֆրանսական Alpha էնցիկլոպեդիայից վերցրած գոլերի մասին ուսումնասիրություն, որտեղ շատ հետաքրքիր ինֆորմացիա կա։ Ասում է գոլերը, երբ որ իրենց բաներն էին պատրաստում զարտեղենները, դրանք պատում էին էմալով եւ այդ տեխնիկը բերել էին Կովկասից եւ ասում են նրանք ունեին նամակագրական կապ Անատոլիայի հետ եւ այդ կապը որևէ խնդրեմ չէր ստեղծում, որովհետեւ իրենց համար բարբարային տարբերություն կար, բայց շատ հասկանալի լեզու էր դա։ Եվ երրորդ ամենակարևորը, ասում են ունեին բազում աստվածներ, եւ նրանց մեջ կար մի աստվածություն, Արչո, ֆրանսերենով գրված է Լադեսը, Ուրսը, աստվածություն էր դա, աստվածուհի Արչո։ Եվ գիտեք, չէ, Հայաստանում ամենահին 6000 Քրիստոսից առաջ գտնված պաշտամունքային արձանը եղել է Արչի արձանը, գտնված Հայաստանում։ Հիմա ես ձեզ անպայման ցույց կտամ այդ այստեղ նախ սա, տեսեք վրան նույնիսկ կանթեր կա դրված, տեսնում եք Արչի արձանը, սրանք արձանիկներ չէին, որ սերվանտի մեջ էին դնում, խալաձելնիկի վրա չգիտեմ ինչ է, սրանք կուրքեր էին բոլորը, որոնց առջև աղոթք էին անում, պաշտամունքային բաներ էին։ Ուրեմն այսպիսով մեզ համար, հա, սա է, այս որ տեսնում եք, Արչի, ուրեմն արձանիկը, կուրքը, գտնված Հայաստանում։ Ուրեմն այս բոլորը գալիս է մեզ ասելու այն մասին, թե ովքեր են իրականության մեջ քելթերը։ Եվ գիտեք, մենք հայերենի մեջ ունենք գել անունով բառարմատ, որը վերաբերվում է մեր ամբողջ Սևանա լճի լեռնաշղթային։ Գել է ղամա, գերղամա ենք ասում, բայց իրականում ղ միշտ տվել է լ, հիշեք, աղ, բայց ան ալի, հասկանում եք։ Ուրեմն գելը հենց գալիս է մեր գերղամա լեռների այդ շրջանից եւ պատահական չի, որ մենք Վայոց ձորում գտնում ենք այդքան զարմանահրաշ բաներ, որովհետեւ այդ շրջանից ժողովուրդը գնացել է տարբեր ուղղություններով, արտագաղթը մեծ քանակությամբ արիական ցեղերի սկսել է դեռ 2000 Քրիստոսից առաջ։ Եթե ձեզ ծանոթ է Մանեթոն անունը, չգիտեմ, լսել եք այդ մասին։ Մանեթոնը եգիպտացի քուրդն էր 4-րդ դար Քրիստոսից առաջ, որը առաջին անգամ լինելով վերծանեց եգիպտական այդ ամբողջ հիերոգլիֆները հունարենի։ Մի բան, որ 100 տարի հետո
Բաբելոնում, Նինվեյում արեց Բերոսոսը։ Եվ թե Մանեթոնի մոտ մենք հանդիպում ենք Հիքսոսներին կամ Հաքսոսներին, Բերոսոսի մոտ հանդիպում ենք այն հատվածին, ինչը վերաբերում էր Քսերքսեսին։ Գիտեք, Նոյը աստվածաշնչյան անուն է դա։ Նոյից կամ աստվածաշունչը գրվելուց շատ առաջ շումերները ունեն այդ նույն պատմությունը, ջրհեղեղի պատմությունը։ Եթե հիշում եք Գիլգամեշը, երբ որ գնում է Արարատ, այնտեղ հանդիպում է Ուտնափիշտիմին, որը ջրհեղեղից ազատվածն էր։ Իսկ աքադական տարբերակի մեջ դա կոչվում է Զյուսուդրա։ Բերոսոսի մոտ այդ հերոսը կոչվում է Քսերքսես։ Եվ զարմանալի պատմություն կա, ասում է, երբ որ Քսերքսեսին Աստված ասեց, որ նստիր նավ կառուցիր քեզ համար, որովհետև ջրհեղեղ պիտի լինի, քանի որ դու բարի արդար մարդ ես, պիտի փրկվես, ասում է Բերոսոսը Քսերքսեսը հարցրեց, իսկ ես ուր պիտի գնամ։ Ասում է, Աստված նրան ասեց, որ գնալու ես աստվածների մոտ։ Եվ երբ որ ջրհեղեղը արտվեց եւ նավը իջավ, եւ դուրս եկավ նավից, հարցրեց ես որտեղ եմ, Աստվածները նրան ասացին, դու Հայաստանում ես։ Հասկանում եք, փաստ կա, ես ունեմ դա ուրեմն Պաուլ Շաուբեր նշանավոր բան է, մասնագետ է Բերոսոսի, որ ուսումնասիրել է, շատ լավ գերմաներենով գիրք ունի այդ մասին, այդ գրքի ուրեմն տվյալներն է, որ ձեզ փոխանցում եմ 1923-ին հրատարակված Գերմանիայում։ Ուրեմն այս բոլորը իրապես գալիս են ինչ-որ տեղ մեզ բացատրելու, ասելու թե ով ենք մենք։ Մի հարց, որի մասին միշտ տարակուսել եք։ Մի հարց, որ միշտ երկմտանքով վախվորակությամբ է։ Մենք մտածել, ոչ թե համոզվել, մտածել, հրյաներից օրինակ վերցրել։ Ինչ որ անում եք, հավատացեք ձեր արածի ճշմարտացիությանը։ Երբեք մի մտածեք, որ դա սխալ է։ Քրիստոս ասում է, մանանեխի հավատքի չափ հավատ ունեցիր, լեռը տեղից կշարժես։ Անհնարինը կդարձնես հնարավոր։ Մեզ այս գիտակցությունը եւ մեր այս բոլոր արժեքները, նաեւ ես հոգեոր հովիվ եմ եղել, որ իմ ժամանակի մեծ մասը տրամադրել եմ համայնքին, բայց այդ բոլորի մեջ նաեւ ժամանակ եմ տրամադրել այս բոլորը ուսումնասիրելու։ Նաեւ եմ երիտասարդ խելացի, վստահ եմ նաեւ գիտնական անձինք կա։ Ձեզանից ամեն մեկը պիտի լծվի այս բացահայտումները կատարել։ Որովհետեւ մենք խնդրեմ ունենք այսօր մեր իդենտիտետի հետ, մեր ինքնության հետ։ Չգիտեմ ինչու ահավատված, սխալ, այլասերված ընկալում կա եվրոպացի լինելու, չգիտես ինչու եվրոպացի պետք է անպայման լինի անբարոյական, հոմոսեքսուալ, հաշիշամոլ, նարկոման, այսպիսի եվրոպացի գոյություն չունի, նմաններին այնտեղ կոչում են բոմժը։ Մի համեմատվեք նմանների հետ, արժեք չունեն հոմոսեքսուալները, գործի տեղ որ գնում են, չէ, ոչ մեկը չի ուզում նրանց գործի ընդունել։ Պրոբլեմ ունեն, որ գալիս են այստեղ եվրոպացիները շեփորահարում են, մի հավատացեք այդ խոսքերին։ Մեր մոտ էլ լավ են ընդունում են, պաշտոններ են տալիս։ Մենք ենք եվրոպացի։ Դե եթե դուք այդ ձևով եք ուզում եվրոպացի լինեք, ուրեմն դուք եք եվրոպացի։ Որովհետև Եվրոպայում այդպիսի եվրոպացի գոյություն չունի։ Շատ լավ, ուրեմն տեսնում եք ինչքան նյութեր կան, անշուշտ այս ընդհանուր բաններ, այստեղ էլ ուզում եմ ձեզ նաև ցույց տալ գերմանացիների կողմից հրատարակված բավարացների ծագման պատմությունը, որտեղ առաջին անունը գրված է Բավարիոս։ Եղել է նաև Նորիքս անունով, այս մոռացա։ Նորիքս անունով մի իշխան, հայոց իշխան, բացառիկ քաջ, ասում են նրա նման քաջ աշխարհը դեռ չի տեսել, որին կոչում էին Հերկուլեսի տղան, գերմանացիները։ Մենք չգիտենք դրա մասին ոչինչ չգիտենք, որը եղել է հիմնադիրը ավստրիացիների։ Ավստրիան կոչվել է Դասլանդեր Նորիկը, նորիկների երկիրը, Նորիքսի անունով։ Ինքն է եղել հիմնադիրը, գիտեք որ քաղաքի, Նյուրնբերգի, որի բուն անունը եղել է Նորեքսբուրգը։ Հետագայում է Նյուրնբերգ դարձել։ Նորիքսբուրգ է եղել այդ քաղաքի անունը եւ հետաքրքիր բան կա, այս բավարական գրքի մեջ, այն փոքրիկ գրքը, որ ձեզ ցույց տվեցի, խոսում է այնտեղ բավարական սուրի մասին եւ գիտեք ինչ է կոչվում այդ սուրը։ Նորինկյան սուր։ Պատկերացնում եք հայկական երկսայր սուրը,
որ չգիտես ինչու դարձել է քելթերի սուր, ճիշտ է, եթե նկատի ունենք, որ քելթերը գնացին Հայաստանից, իրենց սուրն են դա։ Այո, ուրեմն եւ այդտեղից դժբախտաբար այսօր ավստրիացիները նորիկյան անուն օգտագործում են հատուկ տեսակի ձիերի համար միայն։ Հատուկ տեսակի ձիեր կան, դրանց կոչվում են նորիկյան ձիեր։ Ուրիշ նորիկյան ոչ մի բան գոյություն չունի։ Նորիքսի մասին ոչ մի ինֆորմացիա այսօր գոյություն չունի, բայց բարեբախտաբար այստեղ պահպանված է այդ անունը եւ ձեզ ուրիշ մեկ բան։ Եվ գրված է, ֆոն Արմենիա, Հայաստանից է ինքը։ Նշված է, ովքեր հետաքրքիր ունեն, կարող են գալ եւ նայել։ Ուրիշ հետաքրքիր մի բան կար կապված Բայո Արիուսի հետ։ Ուրեմն նա երկու տղա ուներ։ Մեծ տղայի անունը Բոհեմ էր, փոքր տղայի անունն էր Ինգրամը։ Փոքր տղայի անունով Ինգոլշտատ կա, Մյունխենից մի քիչ վերև 90 կիլոմետր դեպի հյուսիս, այդ քաղաքն է բան եղել, բայց մեծ տղայի անունով համաձայն բավարական պատմության, ասենք Մովսես Խորենացին հանդիսացող, նախահայրը հանդիսացող պատմիչկա Ավենտինուս լատինական անունով, Յոհանես Թուր Մայր գերմանական անունով, որը 16-րդ դարի պատմիչ է, ինքը ուրեմն այդ ժամանակաշրջանի երկու եղբայրներ են եղել, հերցոգները Բավարիային, Լյուդվիգ եւ Վիլհելմը, բավարացի իշխանների պատվերով պատմում գիրքն է գրել բավարացական հերցոգների պատմությունը։ Եվ այնտեղ նշում է, որ Բոհեմիան, գիտեք, չէ, Չեխիա, Մորավիա, նախապես կոչվել է Հերմենիա։ Ինչ է Հերմենը։ Կենթանու անուններ, չէ։ Որ ասում է նշանակում էր Արմենիա։ Իսկ հետագայում այդ երկիրը կոչվեց Բոհեման ի պատիվ Բոհեմունդուսի, որը Բայո Արիուսի ավագ տղան էր։ Ուրեմն այս մասին ես հրատարակեցի նաև Օրժ ամսաթերթում, որ Չեխիայում է հրատարակվում, եւ Հակոբն է գլխավոր խմբագիրը, ինքը թարգմանել չեխերենի եւ նշեց այնտեղ, որ համաձայն գերմանական փաստերի մորավիացիները Հայկայաստանից եկած ժողովուրդներ են։ Ուրեմն այս բոլորը մեկ էլ ձեզ մի ուրիշ հետաքրքիր բան ասեմ, գիտեք ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ կա Շարլ Դիլ անունով, որը ուսումնասիրություն ունի les grands problèmes de l'histoire Byzance, ուրեմն Բյուզանդիայի մեծ պատմությունը 1943-ին գրված, այնտեղ խոսում է բյուզանդական պատմության մասին, եւ անշուշտ իթիվս այլ բավականին հետաքրքիր գյուտերի, կա նաեւ շատ հետաքրքիր մի տեղեկություն։ Կիև քաղաքը, գիտեք ով է հիմնել Սմբատ Բագրատունին 7-րդ դարում, եւ այդ քաղաքը կոչվել է Սմբատաբուրգ, որը եղել է հիմնականում ռազմակայան, եւ հետագայում այնտեղ անշուշտ ձևավորվել է այդ քաղաքը, իսկ եթե ուսումնասիրեք Կիևի պատմությունը, Կիևում նշանավոր լավրան կա, չէ, Պիչովսկայա լավրան, ուրեմն այնտեղ 73-74 թվականներին գտան կատակոմբներ գտան, եւ կատակոմբներ ունեին պատերին պատկերներ, եւ իզարմանս բոլորի եռալեզու էին դրանք, հայերեն, ռուսերեն կամ սլովերեն, եթե կարող են կամ ուկրաիներեն եւ լեհերեն։ Եվ իզարմանս բոլորի այսօր կենտրոնական խորանը կա եւ կողքերը երկու խորաններ։ Աջ խորանում 23 հայկական արձանագրություններ կան այնտեղ։ Չգիտեմ, ձեզ տեղյակ եք կամ ոչ, Ռուսիայի պատմությունը սկսում է 9-րդ դար Կիևյան Ռուսիայից։ Եվ Կիևյան Ռուսիայի ամենափայլուն դեմքով էր Վլադիմիրը, որը ընդունեց 1887 թվականին քրիստոնեությունը։ Գիտեք ինչպես է ընդունել։ Նրա կինը Աննա, բյուզանդական հայոց արքայի քույրը, իր հետ ամուսնանալու, այդ քաղաքական ամուսնություն էր, պայմանը մեկն էր, ես կամուսնանամ, եթե իմ հեթանոս ամուսինը ընդունի քրիստոնեությունը։ Եվ նա ընդունեց հեթանոս Վլադիմիրը, Աննայի պարտադրանքով։ Եվ ամուսնացան հայկական ռիտով, հայ եկեղեցականն է նրանց պսակել։ Ուրեմն առ այսօր Վլադիմիրը համարվում է Սուրբ
ռուսական եկեղեցում Աննան եւ իր երկու երեխաները, որոնք նորից հայկական ծեսով են ամուսնացել, սուրբ չեն համարվում ռուս եկեղեցում։ Կարող եք պատկերացնել։ Այնպես որ զգացեք ով եք դուք, ում սերունդն եք դուք եւ հպարտանները հպարտանում են մեկ բանով, ասելով մենք Աստծուն տրված ժողովուրդն ենք եւ այդ բանով իրենք իրենց ուժ են տալիս, ես ձեզ ասում եմ հպարտ եղեք, տեսեք թե ով եք դուք, ինչ արժեքներ ունեցող ժողովրդի զավակներն են, որոնց մասին միայն լիացումով են խոսում։ Շատ լավ, շնորհակալություն։ Հարցեր չգիտեմ, բայց իհարկե իանալ եւ այլն այդ սիրողականը սեր բառից ոչ թե դիլետանտությունից, բայց մենք մեր այսօրը, մեր այս անցյալ դարներն ենք ամեն քայլափոխի բան անում, դուք ասեք, ժխտում կամ էլ կեղծում։ Մենք ինքներս առանց որևէ ճնշման, չգիտես ինչու։ Ես կներեք, որ այդպես եմ ասում, ձեր ասած բանաների, Քրիստոսի ասած, ոնց որ մենք, որ ասում ենք Կոմիտաս Վարդապետը գտավ մեր խազերը, ոչ թե ստեղծեց, նրա արժեքը փոքրանում է, թե չէ, չի փոքրանում, չէ արածի արժեքը։ Նույն կերպեր պետք է չփոքրանա, որ Մեսրոպ Պաշտոնցը կներեք, ես անկոչում անպաշտոն բժիշկ եմ, մասնագետ չեմ որևէ բանի։ Նույնն էլ պետք է չփոքրանա Մեսրոպ Պաշտոնցի արածը, որ նա գտած ու հայկական տարրերը կտա։ Մենք բարերի հետևից ենք եկել։ Տարրական բան, ամեն քայլափոխի կեղծում ենք։ Կոմիտասը Վարդապետի հայրենադարձման 75-ամյակն է։ Չգիտես ինչու բոլոր ժուրնալիստները, ով որ բերել է, անունը գրում են Փարիզաբնակ, բայց այդ մարդը սովետական պաշտոնյա էր, դա ինչ կապ ունի։ Այսինքն թույլատնում են, որ սովետը չի բերել, սովետի հետներ անցած, հարցը դրանը չի։ Այդ մարդը ինչ պաշտոնյա է լինել, ինչ երկրի, ինչ նույնիսկ բանի, ինքը սկզբունք ուներ հայրենասիրության, Կոմիտասի առաջ պարտքուններ հայրենիքի և բոլշևիկ հայերը Կոմիտասի թաղեցին առաջի հանրապետության օրը, որպեսի սեպը կարային 27-ին թաղեն, 29-ին թաղեն, բայց թաղեցին 28-ին, ուրեմն կեցեն այդ բոլշևիկ հայերը, մենք չտնենք բանի հետևից։ Այսօրվա դրական դիցկերը չաղավարեն ԶԼՄ-ների կողմից բացասական տրամադրության ԶԼՄ-ներն են, վաղ չեն եղել պատվիչները, որ ասեք, ոնց է, կողմից ասում են հայերին ինչու քեզ սիրում, ասում են կինը հայա։ Մենք ենք հայ, բայց մենք այլի աղավարում։ Գիտեք, ես կարծում եմ մեկ բան, մենք հայերս շատ ենք ուզում, որ բոլորը մեզ սիրեն։ Բոլորը մեզ սիրեն, երբ որ մենք բոլորս իրար սիրենք։ Այնպես որ շատ հարցեր կան այս դիրքի հետ։ Ապում եմ մի հարց տամ կներեք, շատ հաչել է Ելենա Պետրովնա Բլավատսկայի գրքերում կա մի այսպիսի տեղեկություն։ Ասում է Քրիստոսի ծննդից 2300 տարի առաջ ըստ պաշտոնական տվյալների հայքի աշխարհում կա զարգացած քաղաքակրթություն, բայց իրականում ավելի քան 7000 տարի առաջ, այսինքն զարգացած քաղաքակրթություն արդեն 9000 տարի առաջ որ կար, նշվում է այդ աղբյուրում։ Գյոբեկլի դեպեն արդեն եկավ դա վկայել, Գյոբեկլի թեպե, Շմիտը, որ ուսումնասիրեց Թուրքիայում գտնված, ծանոթ է ձեզ այդ անունը ընդհանրապես։ 9000 Քրիստոսից առաջ գտնվեց Հայաստանում այդ բանը, այնպես որ նշում է, որ իսկ Աֆանասիևան, որ Սանտ Պետերբուրգի կամ Լենինգրադի Մեզոպոտամիի մասնագետ էր, նա հայտարարում է, չէ, որ 5000 Քրիստոսից առաջ հյուսիսային միջագետքի շումերները իջան հարավային միջագետ, չասելու համար, որ հանգուցյալ Վիլեն Սաֆարյանը ուսումնասիրեց երկար տարիներ և գտավ, որ շումերերեն գրերը դրանք պարզապես հայերեն պիտի կարդան, որին հետո ուսումնասիրություն հրատարակեց Արմեն Դավթյանը։ Այնպես որ այս խնդիրները կան, միայն միակ հարցը որտեղ է, մենք կարճած ենք օտարների շուրթներից, սպասում ենք հրասլներին, որ նրանք գան ինչ-որ բան հայտարարեն, որպեսզի նրանց ասելուց հետո մենք հավատանք, երբ որ հայն է իր մասին ասում, զրո արժեք ունի, օտար անգրագետ անգամ ինչ-որ բան ասեց, մենք անմիջապես կարծում ենք նրա աչքերից ունի։
Լեոնարդոյի նկարի մասին ասել։ Լեոնարդոյի մասին ուսումնասիրություն կա գերմաներենով, որ ինքը եղել է Հայաստանում, որ ինքը ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը եւ այլն, բայց որ նկարի մասին։ The Lady with the Hairpin։ Այո, ես գիտեք այդ մասին չեմ ուզում ոչինչ ասել, ես մասնագետ չեմ այդ մասին։ Այո, հնարավոր է, ամեն բան հնարավոր է։ Ինձ շատ ավելի Լեոնարդոյից շատ ավելի կարևոր խնդիրներ են։ Լեոնարդոն անհատ էր ինչ-որ գործով։ Ես անհատներին չեմ ուզում անդրադառնամ, եթե անդրադառնամ, անունների մի ամբողջ հեղեղ պիտի բերեմ։ Միայն Ռումինիայում պատկերացրեք իրենց ամենամեծ գրողը Միխայել Էմինոսկուն դարձած 1870 թվականի իր Լուշաֆը գրքից հետո հայ էր, Մուրադ Էմինովիչի տղան հայ առևտրական համաձայն Ջորջ Կլինեսկուի, իրենց առաջին լուսավորության մինիստրը Գեորգի Ասակը հայ էր, Վասիլե Կոնտա փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը հայ էր, Գեորգի Տրանկույաշ մաթեմատիկայի դպրոցի հիմնադիրը, առաջին բանը գրաքննադատը Գարաբետ Իբրայելյանը, հայ անունների հեղեղ կարող եմ ձեզ ասել։ Գերմանիայում մենք 3 սուրբ ունենք, ոչ մեկը դրա մասին չգիտի Հայաստանում։ Դուք գիտեք, որ այսօր Մարսելի ամենահին եկեղեցին Սեն Վիկտոր կառուցել է հայ, Ժան Կասիեն անունով մի հատ հայ հոգևորական 416 թվականին։ Գիտեք, որ առաջին բազիլիկ եկեղեցին Ֆրանսիայում կառուցել է հայ, Օդո Լեմեսեն անունով հայ ճարտարապետը, ուրեմն գտնվում է Սեն Ժերմեն դե Պրիում, Օրլեանից 70 կիլոմետրային, շատ կան այսպիսի անուններ։ Սա խնդիր չէ անունները, խոսքը վերաբերում է ամբողջ մի ժողովրդին։ Էտրուսկներ, երբ որ ասում եք, պիտի հասկանաք հույներ եւ պիտի հասկանաք հռոմեացիներ։ Բավարիա, որ ասում եք, սիրտը պիտի հասկանաք գերմանացիների, բավարացիները առ այսօր, եթե ասեք երեխա Տրոյսի է նմանում, դա ամենամեծ հայհոյանքն է իր համար։ Պատկերացրեք, բաները, բրետոնները, երկիրը կոչվում էր Մեծ Բրիտանիա, այսօր է, որ ավելի շատ Անգլիայի վրա է կանգնում, Մեծ Բրիտանիա էր կոչվում երկիրը, Գալերի երկիր էր կոչվում Ֆրանսան, Ֆրանկները գալուց հետո նոր Ֆրանսա սկսեց կոչվել։ Ուրեմն հարցերը սրանք ամբողջ, այո։ Ակնհայտությունը ուզեի, որ դուք վերադառնաք մեր ներկայիս խնդիրներին Հայաստանը։ Օրինակ, մենք ասում ենք, մենք ունենք SSS, ես արտասահմանյան գրականություն եմ դասավանդում, ես այսինքն տեղյակ եմ ինչ կա աշխարհում եւ մենք ինչ ենք թողել Եվրոպայում։ Սակայն այն ինչ մենք այսօր թողել ենք Հայաստանում, տվյալ դեպքում ասենք, մեր միջնադարյան հարստությունը, ամրոցները, եկեղեցիները, միջնադարյան ճարտարապետությունը Իջարել դուք ասացիք, թուրքերին ենք նվարվում, բայց մենք ինքներս դարել ենք ավելի քան թուրք։ Ինչու որևէ քայլ չի ձեռնարկում, օրինակ, ասենք, եկեղեցին առաքելական, ուրեմն առաջին ամբողջ մշակութային հարստությունը, ուրեմն իր հովանուտակակներու եւ վերականգնելու, դա կլինի ուրեմն առաջի ինքնության ճանաչելու քայլը ես կարծում եմ։ Երկրորդ քայլը կլինի, օրինակ, իմ առաջարկությամբ պետք է լիներ նաև ուրեմն բարեփոխումներ հայ առաքելական եկեղեցու մեջ, որտեղ հիմա այստեղ նստած են նաև իմ ուսանողների շատերը, որոնք որ ուրեմն կարոտ են բարոյախրատական քարոզի, որոնց մեջ մեր եկեղեցին շատ փուլ թերանում է, ինչու որևէ մեկի մտքով չի անցնում, ուրեմն ռեֆորմացիա անցկացնել, որտեղ երրորդ դարից չորրորդ դարից առ այսօր մենք մարդ չենք շարժել այդ ուղղությամբ, աշխարհը շարժվում է առաջ, մենք դոկում հետ ենք գնում երրորդ-չորրորդ դարի քարոզներով մենք ուզում ենք 21-րդ դարի քարոզացի կրթել, ինչև երբ։ Ուրեմն քանի որ այսօր իմ նյութը ավելի վերաբերում է մեր ժողովրդին։ Հասկացա, բայց ասենք կարող եւ ձեզ միշտ չենք տեսնում։ Ուրեմն ձեզ մի բան ասեմ, ամբողջ խնդիրը որտեղ է։ Երբ որ չգիտեմ ինչու մենք խոսում ենք հայ եկեղեցու մասին, մոռանում ենք, որ մենք հայ եկեղեցի ասելով պիտի չհասկանանք միայն հայ հոգևորականին։ Հայ եկեղեցի նախ ժողովուրդն է։ Ժողովուրդը ինքն իրեն քարոզ պիտի անի։ Ուրեմն հայ ներողություն։ Ժողովուրդը ինքը իրեն քարոզ պիտի չանի, այլ ինքը իրեն պիտի զգա տերը իր եկեղեցու։ Երբ որ դուք գնում եք եկեղեցի այն ժամանակ, երբ որ հավես ունեն, տրամադրություն եկա, որովհետև այսօր երազի մեջ չգիտեմ Եթե ես պիտի գնամ անընդհատ երրորդ դարի քարոզը լսել, ես ինչ պիտի գնամ։
Երրորդ հազարամյակի քալոսկա կամ աղոթկա, որ այսօր շատ արդիական է։ Այո։ Ուրեմն ամբողջ խնդիրը որտեղ է։ Դուք եկեղեցի գնում եք Աստծո հետ ձեր կապը վերահաստատել։ Գնում եք զորանալու համար։ Եթե դուք գնում եք հոգևորականի համար, սխալվել եք։ Ես ձեզ ասեմ, մենք այսօր, քանի որ առատացել է Հայաստանում աղանդավորական շարժումները, եւ եթե մինչև մի քանի ամիս առաջ 217 է, հիմա դարձել է 218, որովհետև Ղազախստանից եկել է մի հատ արտարոց կրոն ևս եւ շատացել է, այո, ուրեմն մենք վարժվել ենք, որ եկեղեցի դա ոչ թե աղոթք է, որտեղ ես իմ կապն եմ իմ Աստծո հետ հաստատում, այլ եկեղեցին բլա 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 խոսելու տեղ է, այն ինչ որ անում են բողոքականները այսօր։ Իրենց մոտ եկեղեցի նշանակում է խոսել հալելույա, ու սկսել ինչ-որ ռիթմերով, չգիտեմ, երգել, պարել եւ այլն։ Ներողություն, սա եկեղեցի չի։ Մեզ համար եկեղեցին խորհուրդ է։ Հա եկեղեցին նույնիսկ ոչ օրթոդոքսյան, ոչ էլ կաթոլիկյան, այլ չափից ավելի ճոխությունը չվերցրեց, որպեսզի կարողանա ամփոփվի մարդը իր ներաշխարհի Քրիստոսի վերածում։ Եթե ներողություն, երբ որ դուք խոսում եք, ես ձեզ չէի տալու։ Ուրեմն Քրիստոս ասում էր, երբ ուզում ես աղոթել, մտիկ քո ներաշխարհի մեջ եւ աղոթի Աստծուն։ Եթե ես պիտի ձև դարձնեմ իմ աղոթքը դադարում է ձև լինելուց։ Մենք պիտի պահենք այս իմաստը։ Եվրոպական օրինակներից մի բերեք, ես կշտացած եմ Եվրոպայի այդ ձևական եկեղեցուց, որ այսօր կանգնած է քրիզի առաջ։ Կաթոլիկ եկեղեցին գտնվում է քրիզի առաջ, լութերական եկեղեցին գտնվում է քրիզի առաջ, ես չեմ ասում մյուս բաները աղանդավորական շարժումները։ Սա է ամբողջ խնդիրը։ Մի կարծեք, որ չգիտեմ ինչ քարոզ խոսելով հավատացյալը պիտի հավատացյալը իր ներսում պիտի հավատացյալ։ Եթե ներսը դատարկ է, ոչ ոք կարող է ինձ լրացնել։ Փնտրողը միշտ էլ գտնում է։ Եհովականները փնտրում են եւ գտնում են։ Այո, որովհետեւ 50,000 հայ հիմա Եհովական է, այսինքն դուք էլ 350,000-ի մասին եք խոսում։ Մենք նորանում ենք մի բան նախ Եհովայի շարժում, Եհովայի շարժումը դա կրոնական շարժում չէ։ Դա կրոնական շարժում չէ։ Դուք գիտեք, որ Եհովայի վկան իրավունք չունի նույնիսկ աղոթելու։ Եթե դուք որպես Եհովայի վկա ուզում եք աղոթել, պիտի նամակ գրեք Ամերիկայում գտնվող կենտրոնական կոմիտեին, որը կոչվում է Եհովայի խողովակ։ Եվ Եհովայի խողովակը պիտի Եհովային ասի Հայաստանից եկել է մի նամակ, ուրեմն եւ այսինչ տիկինը կամ այսինչ պարոնը խնդրում է, որ իր հեռախոսի լարերը չգիտեմ ինչ լինի։ Սա աբսուրդ է, աբսուրդ։ Սա ամբողջը քաղաքականություն է, որը կրոնի հետ կապ չունի։ Առաքելական եկեղեցով վերաբերվում է կավետանշականի, իրենք ասում են, որ քույր եկեղեցի են եւ այլն, որոշներից լսել եմ նման։ Ուրեմն քույր եկեղեցին չէ կոչվում։ Համաշխարհային եկեղեցիների խորհրդի անդամ յուրաքանչյուր անձ համարվում մյուսին քույր եկեղեցի։ Բայց այդ բոլորը ավելի խաղ է, ավելի քող է, քան իրականության առնչվող որևէ բան։ Այսօր ոչ մի ֆանատիկ, վերցրեք վրացիները, որ մինչև 607 թվական մինչև Գյուրոն պատրիարքը հայ եկեղեցու անկախտելիությունն էին, այսօր նրանք հայ եկեղեցուն համարվում են հերետիկոս, որովհետև հայ եկեղեցին չի ընդունել Քաղկեդոնի ժողովը, որովհետև հայ եկեղեցին չընդունեց Քրիստոսին երկու տարաբնույթ էությունների բաժանելու բանաձևը։ Եվ նրանք այսօր մեզ հայտարարում են ոչ ուղղափառ։ Սա է ամբողջ խնդիրը, ուրեմն քույր եկեղեցին գեղեցիկ բառեր են։ Ֆրանսա, Մարսել, խնդրեմ, որտեղ ես էի պաշտոնավարում բոմով, մարդիկ եկեղեցի են կառուցել գմբեթով, վրան խաչ, մինչդեռ բողոքականներ իրավունք չունեն խաչ դնելու, նրանք դնել են միշտ ակլոր, բայց որպեսզի մարդկանց խաբեն, գեղեցիկ գմբեթ են սարքել, վրան էլ խաչ են դրել եւ ասում են տարբերություն չկա։ Ուր է տարբերություն։ Հասկանում եք, սա է ամբողջ խնդիրը։ Եվ մի հավատացեք, որ որևէ մեկը շահագրգիռ է մեր հոգու փրկության։ Ոչ ոք շահագրգիռ չէ։ Հիշեք մեկ խոսք, Պասկևիչը ասեց, Լորենց Արաբիացին
վերակրկնեց, մեզ Հայաստանը պետք է, առանց հայերի։ Իսկ առանց հայերի Հայաստան կարող ես իրականացնել, և դու հային դարձնում ես իր թշնամին։ Անդրանիկ ասում է ոչ մի դուշմանի փամփուշտ ինձ չի կպնի, եթե այդ փամփուշտը հայը չարձակի։ Ուրեմն ամենավտանգավորը հայի համար իր դիմացի դավաճան հայն է։ Լհիշեք, ով էր հայ ամենամեծ թշնամին համաձայն մեր ջոջացտան Մսրամելիքը, որը Մհերի տղան է։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Այո։ Բաղդասար, որովհետև նայեք, մեծ լեռան վրա արգելված էր բարձրանալը, ուսումնասիրում կա, շատ բաներ կան, մյուսը Բաղդիսարն է, որովհետև եթե ուզում էիք ուխտ անել քո զոհը մատուցել, լհիշեք Աբրահամը իր զավակին ուր տարավ, լեռան գլուխը տարավ զոհ մատուցելու, չէ՞։ Ուրեմն եթե զոհ պիտի մատուցեի, անպայման կարող էիք լեռան գագաթին մատուցել։ Նույնիսկ Արամ Ղանալանյանի ավանդապատում, հայկական ավանդապատումների մեջ նշված է, որ Արագածը անիծեց Արարատին, որ ոչ ոք չբարձրանա քո գագաթը և քեզ զոհ չմատուցի։ Բայց այդ դեպքում Բաղդասարի Բաղդադված էլությունը իր անունը չի Ինչ բան։ Այսինքն Բաղդասար, որտեղ կիսախոր չէ, Բաղդադված է, Բաղդասարով արդեն ինքը նույնպես Այսինքն հարիստ ու գավառություն է ստալիս հիմա։ Ես այդ ուրեմն ինձ համար շատ ավելի կարևոր է լեցուն ափի և կես ափի։ Բաղդասարը կես ափն է, չէ՞։ Կես ափից հիացավ։ Արդեն հենց սարերի պատկերն էր դա։ Լեցունը կատարյալ աստվածայինը և կես անկատարը։ Լհիշեք, մենք ասում ենք Դավիթի նշան, չէ՞։ Ինչ է դա իրականի մեջ։ Սուր ծայր ունեցողը երկնայինն էր, դեպի սուր ծայրը եղողը երկրայինը։ Համաձայն շումերական արձանագրության նախաստեղծ օվկիանոսից ծնվեցին երկինք և երկիր խորհրդանշող լեռները։ Ուրեմն երկրայինը դեպի վարն էր, Բաղդասարի խորհրդանիշն էր, երկրայինը դեպի վերն էր, Սանասարի խորհրդանիշն էր։ Հասկանում եք։ Դրա համար մենք շատ անգամ հանդիպում ենք այդ խորհրդանիշին առանց անդրադառնալու, թե հայ իրականության մեջ ինչ կապում էր Դավիթի նշանը։ Իրականում դա այդ լեռների խորհրդանիշն էր, որ միշտ արկա եղել մեր բոլոր բաների մեջ, աշխատանքներում, կավագործություն Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակ եւ այլ, երբ որ նայում ենք, մենք հանդիպում ենք այդ աշխատանքներին, զարմանալիորեն ուշադրություն չենք դարձրել երբեք դրանց, որովհետեւ բան չենք արել, խնդրեմ, հիմա այստեղ օրինակի համար, տեսեք, այս հատվածը եւ դեպի վարի շնող հատվածը, եւ շատ ունենք նմանատիպ սափորներ, որտեղ արկա է այդ երկու եռանկյունու արկայությունը, լինում էր այնպես, որ կողքի էին դրանք դրվում, լինում էր այնպես, որ իրար մեջ էին դրվում։ Հրեաները իրացրեցին իրենք Վերողություն չեմ լսում որևէ բան։ Հրեաները վերցրեցին, չէ՞, նշանը։ Ես չգիտեմ վերցրեցին, կարող է իրենք ստեղծեցին, դժվարանում եմ ասել, բայց իրականությունը այն է, երբ դու տեր չես դառնում քո զավակին, ուրիշն է գալիս նրա տերը դառնալու։ Երբ դու տեր չես կանգնում քո արժեքին, ուրիշներն են տերը դառնում քո արժեքներին։ Սա գիտեմ ես միայն։ Ուրեմն շատ շնորհակալություն նախասանության համար ու այսինքն չնշեցիք նեպաստ Քարանուջի ու Ստոմենի կապը, որ ավելի քան դինա ու ավելի քան արկայա տեսան։ Դե այդ մասին բաղից հետ բավականին գրել էի նպատակը դա չէ, ես այսօր չեկա Քարանուջի հայերի քրիտների հանրային նմանությունների Այո, արդեն ասեցի, չէ ինքը այդ մասին շատ են խոսել, Քարանուջի մասին ասել են, որ հունջ բառը չկարողացան թարգմանել, քարը դարձրեցին հենց։ Այսինքն այդ մասին գրված է, իմ նպատակս դա չէր, որ բանանա։ Ես պարզապես ասեցի, որ մենք արժեքներ ունենք, որոնց տեր չենք կանգնում։ Սա է իմ ասածս։ Մարը կողոպտեց մեր երկիրը։ Ամբողջ տարավ լցրեց Վրաստանը։ Մենք մեր արժեքներին տեր չենք կանգնում, այսօր գալիս են
Բելգիկայից գալիս են, Դանիայից գալիս են, Անգլիայից, Ֆրանսիայից պեղումներ են կատարում Հայաստանում։ Ինչ գիտեք, ինչ են գտնում, ինչ են տանում այս երկրից։ Ինչ գիտեք դուք։ Ես ձեզ միայն մեկ բան ցույց տամ, գտնված Գորիսում։ 7000 Քրիստոսից առաջ, խնդրեմ, սա քար է, եւ այդ քարի վրա նայեք նկարը։ Ադամը, Եվան, օձը եւ խնձորը 7000 Քրիստոսից առաջ։ Ես տեսել եմ քարի վրա։ Տեր կանում ենք մենք դրան։ Մենք այսօր մեծ տեր չենք կանում։ Որովհետեւ գիտակցության պակաս ունենք, որովհետեւ ազգային ոգու պակաս ունենք, ազգային դեմքի եւ դիմագիծի պակաս ունենք։ Արևմտյան Հայաստան է անցյալ տարի, եւ երբ որ ման էինք գալիս, իջանք Վան։ Առավոտյան երբ դուրս եկա հյուրանոցից, ժայռի վերևը երկու տող էր գրված։ Ne mutlu Türk'üm diyene, ինչ երանի են մարդուն, որ ասում է ես թուրք եմ։ Իսկ մենք ասում ենք ինչ ամոթ են մարդուն, որ ասում է հայ է։ Որովհետեւ չգիտենք ով ենք մենք։ Խնդրեմ, կարդացեք մի հատ, իլիա բուրից սպիտակով։ Իսկ չէ՞ երկրածաղիկ, սա ինչ շարժումներ համակարգեք Ժամանակ չկա, որովհետև իմ գործս արդեն առավոտվանից գիշեր զբաղված եմ եւ առավոտվանից գիշեր տարբեր տեղեր գնում եմ բանախոսելու, իմասնավորի երիտասարդների հետ հանդիպում եւ այլն, որովհետև շատերը, խնդրեմ, շատերը խոսում են զարաուստրիզմը, զրադաշտը, պարսկական արժեքեր, Խեղճ Աճարյանն էլ ընկած Հյուգոշմանի ջրերի մեջ 4015 բառ հայտարարում էր պարսկական, հայրեն ընդհանրապես ջախջախելով։ Ֆրանսացի է հեղինակը։ Եվ մարդու առաջին տողերը ինչ է։ Զարաուստրը լաղմենիեն, հայ զրադաշտը, ուսումնասիրությունը, որ պարսիկների հետ ընդհանրապես կապ չուներ զարաուստրիզմը, բայց մենք մեր արժեքը չգիտենք, մենք մեր պատմությունը չգիտենք եւ չենք էլ ուզում իմանալ։ Կայք չէ չունեմ, ես ինձ ունեմ եւ Ես հասկացա, որ դուք ձեզ ունեք, ես ուզում եմ ուղղակի ես հարցերի մասին առանձին ավելի մանրակրկիտ զրույց։ Սիրո, մենք ուրախություն։ Ոնց կարելի է կոորդինատ կամ Իդի, խնդրեմ իմ հեռարձայնից թիվը կարող եմ տալ։ Այս ամբողջ արժեքներ են սրանք, արժեքներ, խնդրեմ։ Դուք նշեցիք բավական հետաքրքիր ու հիմնավոր փաստեր բուդդիզմի հայկական ծագման մասին, քիչ առաջ էլ զրադաշտի հետ կապված։ Ես էլ տեղյակ եմ հերթին իսլամի հայկական ծագման մասին, երբ որ Սարգիս Քահանան Մուհամեդի գրագիտության պակասի պատճառով իր ձեռքով գրել է Ղուրանը։ Ինձ կասեք տեղեկություններ հնարավոր արդյոք որ քրիստոնեությունը ևս Հայաստանի հայկական ծագման կամ որոշակիորեն Հայաստանից դուրս եկած կրոն է։ Իդեք ես ձեզ մի բան ասեմ, այն որ քրիստոնեության ամբողջ հիմքը հրեական կրոնն է, որևէ կասկած կա, որ հրեությունը, այսինքն ինքը հրեական արմատներ ուներ։ Մենք մեր դժբախտությունը որտեղ է, ոչինչ գիտենք նախաքրիստոնեական Հայաստանի մասին։ Ցավը հասել է այնտեղ, որ մեր ամեն ինչը հայտարարում ենք ոչ հայկական։ Հայ եկեղեցական երաժշտությունը օրինակի համար, հայ եկեղեցական երաժշտությունը հայտարարում են բյուզանդական։ Ես բյուզանդական երաժշտությանը ծանոթ եմ, լսել եմ ինչպես են նրանք երգում, բացարձակապես որևէ առնչություն չունի։ Այն որ հայերը մեր իրենց ամեն ինչի մեջ 12-ը սուրբ թիվ էին հայտարարում, մենք հանդիպում ենք ամեն ուժը։ Ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ։ Ես բավականին ժամանակ աշխատել եմ հայոց լեզվի, հայոց գրերի կամ տառերի ծագումնաբանությանը վերաբերող խնդրով։ Ինչու՞։ Որովհետև այն ինչ որ մենք ունենք որպես տառեր, ըստ որոշ գիտնականների, չասեմ որոշ գիտնականների, պարզապես Լևոն բանը կար, անուն ինչ էր, մատենադարանի տնօրենն էր, Խաչիկյան, Լևոն Խաչիկյանը, մի ուսումնասիրություն ուներ, որը վերաբերում էր հայկական հմայագրերի, այդ թուղթուգի, մուղթուգի եւ այլն որ կոչվում է, հենց դրանց, եւ այնտեղ շատ հետաքրքիր մի բան կար, այսպես ասենք, ուրեմն պատմվում է, որ Սողոմոն իմաստունը
դեպի հարցնում է, դուք ինչպես եք մարդկանց վատություն անում։ Դեպը ասում է, որ յուրաքանչյուր զոդիակի տակ ծնված մարդ պետք է ունենա 3 թալիսման, որով կարողանա պաշտպանվել մեր այդ ուժերից։ Ես մտածեցի Տեր Աստված, եթե 12 զոդիակ է, բազմապատկում ես 3-ով, ստանում ես 36 թիվը։ Ուրեմն հայկական տարրերը դրանք ոչ թե հնչյունային համակարգ էին, այլ մոգական բանալիներ էին։ Օրինակ, եթե ես ձեզ ասեմ այդ ձար, այդ կեր, գիտեք ինչ է սա։ Եթե երաժիշտ չէ, չգիտեք, չէ, հայկական շարականների լադային բանալիները։ Երբ ասում եք այդ ձար, ունի իր լադային կառուցվածքը։ Եվ դրանով դու մտնում ես լադի մեջ և կարողանում ես երգել։ Ուրեմն հայրեն այբը, բենը, գիմը, սրանք հնչյուններ չէին, այլ այդ ձայնման համակարգեր են, որոնք քեզ ասում էին դրանով դու մտնում ես այսինչ մոգական համակարգի մեջ։ Հասկանում եք, շատ բաներ կար, մենք անտեղյակ ենք, եղբայր Վանի մեհենական գրականությանն ենք անտեղյակ։ Առ այսօր չենք կարողանում մեր սեպագրերը կարդալ։ Մենք ինչ գիտենք, բանի խորենացու փշրանքներն են, որ փոխանցել են ես, մեկ էլ օտարներից։ Հասկանում եք, սա է մեր ամոթ։ Շատ լավ, կարծես թե ժամը եկավ իրար հրաժեշտ տալու, որովհետև տեսնում եմ դուք եք օգնած, ես առավել ևս, շնորհակալություն, որ համբերատարությամբ լսեցիք